Այսօր մեզ է միացել իրանցի վերլուծաբան Փույա Հոսեյնին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ ամենաթարմը եւ դեռևս չհաստատված հոգեվոր նոր առաջնորդի մասին ինֆորմացիա եկավ, որ սպանվել է։ Այո, սպանվել է, հաստատվել է եւ հաստատվել է այդ ինֆորմացիան։ Այո։ Թեհրանում է տեղի ունեցել։ Թեհրանում իր աշխատանքային վայրում է տեղի ունեցել, այսինքն ինքը սպանվել է ոչ թե բունկերում, ինքը սպանվելու ժամանակ այլ աշխատանքային վայր է։ Փույա, ընդհանրապես ինչպես է կողմնորոշվում պատերազմական այս ինֆորմացիայում, որովհետև շատ հակասող լուրեր են գալիս, մեկ հաստատվում է, մեկ չի հաստատվում, որն է, ինչպես կողմնորոշվել այստեղ։ Օրինակ, Իրանը խփել է Աբրահամ Լինկոլն ավիակիրին, եկավ այդպեսի տեղեկատվություն, հիմա էլի չի հաստատվում։ Նեթանյահուի գրասենյակն է հարձակման ենթարկվել։ Եվ ամենակարևորը այն դպրոցի խոսելը հաստատվում է, թե որ չի վերջ։ Դպրոցի խոսելը հաստատել է, քադրերել հրապարակել են, որովհետեւ ինչպես տեղի ունեցել եւ փաշտոնապես հայտարարվել է, որ 158 աղջիկ երեխա է զոհվել այնտեղ 158 ասել է դպրոց է եղել եւ շատ մեծ կորուց է Աբրահամ Լինկոլնի մասին էլ պետք է նշեմ, որ թիրախավորել են Իրանի կողմից անօթաչու սարքերով հարձակվել են, բայց որովհետեւ դեռ հաստատված չի, որ թիրախեն կեպել է թե չէ, այսինքն Աբրահամ Լինկոլնին անօթաչու սարքերը կամ հրթիռները կարողացել են նպատակին հասնել, թիրախավորեն թե չէ, բայց որովհետեւ Իրանը հարձակվել է այդ նավի վրա, այդ հաստատ է։ Երկվեց նաև Խամենեի զոհվելու լուրը սկզբից, բայց հետո հաստատվեց մեկ օր տարբերությամբ։ Տեղեկության բացակայությունն է եղել, թե դա ուրիշ process է։ Չէ, դե սկզբից դե անվտանգային հելնելով մենք գտնվում ենք պատերազմի դաշտում եւ լուրերը պիտի կառավարվի, որովհետեւ կարողանան բեդութունները իրենց ռազմական դաշտը կառավարեն, եթե ժամեր անց հաստատվեց, իհարկե Միացյալ Նահանգներով Իսրայելի կողմից էլ ժամեր անց հաստատվեց իրենց կողմից Արավոտյան էլ թիրախավորել իրենց միջև գիշեր նոր հայտարարեցին, որ սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդը ժամեր անց ժամը 4-ին 5-ին էր, որ Իրանը հաստատվեց։ Հաստատեց մահ։ Այո, նոր առաջնորդը։ Թուրքական ինջերլիքի նկատմամբ հարձակումը հաստատվում է։ Դեռ լուրեր կան, որ հաստատում են, լուրեր կան, որ չեն հաստատում, բայց որ Սահմանը փակվեց, հետո բացվեց Իրանը։ Այո, ինչ որ լուրեր դուրս եկան, հետո հերկեցին, բայց դեռ բար չի, բայց այդ որ բոլոր դարաշրջանում Միացյալ Նահանգների ռազմաբազաները Իրանի թիրախի սուսակում են, դա փաստ է եւ մենք տեսնում ենք բոլորը թիրախավորում են, եթե Իրանի ռազմական ուժերը տեսնեն սպառնալիք նաև այդ ռազմաբազայը Թուրքիայից անմիջապես թիրախավորելու են եւ արդեն քաղաքական հարաբերությունները այստեղ չեն գործում, այստեղ արդեն Իրանի գոյությունի հարց է, որտեղից որ երկիրից որ սպառնալիք Իրանի զինված ուժերը նկատեն, այնտեղ թիրախավորվում է։ Նույն միտքը այսօր հայտնում էր Իրանի դեսպանը Հայաստանում։ Միանշանակ։ Այսինքն արաբական երկրների նկատմամբ Իրանի գործողությունները արտառոց չեն որևէ մեկի համար։ Չնայած այդ երկրները արդեն հայտարարություն են տարածել։ Իրեն դժգոհություն են հայտնում, բայց
մինչև այդ Իրանը դժգոհում էր, որ ինչի ձեր երկիրում գոյություն ունի ամերիկական ռազմաբազա, որը Իրանի դեմ գործում է, Իրանը բազմիցս նախազգուշացրել էր 12 օրվա պատերազմի ժամանակ էլի նույն ձևի Իրանը զգուշացնում էր, բայց իրեն չէին լսում, հիմա բարձվում է հենց բոլոր այդ ռազմաբազաներին այդ երկիրներից Միացյալ Նահանգները օգտագործել է Իրանի դեմ եւ Իրանի համար էլ օրինական թիրախ է Իրանը պաշտպանական իրավիճակում է եւ պետք է այդ սպառնալիքները, որ իր տարածքային ամբողջականությունի դեմ կատարվում է, ինքը չզուգացնի, ինքը դա իրավունք է ունի, բոլոր երկիրները իրավունք ունեն, այսինքն կենտակը իրենց դաշտում է, ինչի համար իրենց տարածքից Իրանին հարվածում է Միացյալ Նահանգները եւ Իրանը պատասխանում է այդ առումով հատկապես Իրաքի հարցն է բարդ։ Իրաքում գտնվող ռազմաբազան է ենթարկվել հարձակման իրանական հրթիռների կողմից եւ կարծես նպատակին հասել են այստեղ։ Այո, Արբիլ քաղաքում մի քանի ռազմագետեր կան, որ Իրանը ոչնչացել է, նաեւ Քուվեյթում ամբողջ այդ ռազմաբազա է ոչնչացված է, շատ մեծ հարվածներ հասնում է Բահրեյնում ռազմաբազաները, նաև հիմա այդ պատերազմի քաղաքակիրթությունը, ջեոգրաֆիա ավելի ընդլայնում է, նաև Կիպրոսում էլ այսօր մինչև Կիպրոսը հասել, այսինքն Իրանը զգուշացել էր այս պատերազմը լինելու է տարածաշրջանային պատերազմ, բոլոր այդ երկիրները համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, տարածք են դրամադրում, ռազմաբազա են դրամադրում եւ պետք է սպասեն նման Իրանից նման պատասխան։ Հորմուզի նեղուցը փակ է այս բանին։ Հորմուզի նեղուցը այս պահին փակ չի, բայց Իրանը զգուշացրել է, այսինքն ֆիզիկապես Իրանը չի փակել, դա լինելու է մյուս փուլում, եթե շատ զարգանա պատերազմը, ֆիզիկապես էլ կփակի, բայց զգուշացրել է, որպես արգելանք է դրել, որպեսզի երկումուտ չի լինի, միայն Իրանի թույլտվությունով լինելու, այդել բարեկամ երկիրներին, օրինակ չինական նավերը կարան ասնեն Իրանի թույլտվությունով, բայց Իրանի թշնամական պետությունները Իրանը թույլ չի տալիս, մի քանի նավ եղել են, որ արգելանքները չեն լսել եւ Իրանը թիրախավորել է այդ նավերին։ Այսօր երրորդ օրն է կոնֆլիկտի, կա կորուստների մասին հստակ վիճակագրություն։ Մոտավորապես այսօր 500 քանիս սին կոնկրետ հիմա չեմ հիշում, բայց 500-ից ավել զոհ ունենք, որը միայն 150-ը այդ դեպրոցի երեխաներ են, երեք էլ Գանդիի հիվանդանոցը թիրախավորեցին եւ մի քիչ առաջ ես նայում էի ահագին բնակելի շենքեր են թիրախավորում, նման գործառավոճը սպասելի էր, զարմանալի չի, Իսրայել եւ Ամերիկայի կողմից մենք տեսել ենք Գազայում ինչպեսի բնակելի շենքերը իրեն ռմբակոծում են, երեխա, կին, ոչ մեկի կյանքը չեն խնայում եւ սա կեղծիք է, որ իրեն ասում են միայն ռազմական օբյեկտները վայրեր են իրան թիրախավորում, չէ, շատ հանգիստ խաղաղ բնակչություն էլ թիրախավորում են։ Փույա, իսկ Իսրայելի եւ ամերիկյան կողմի կորուստների մասին կա տեղեկություն։ Իրանի կողմը ասում է, որ ռազմական ուժերը ասում են, որ 500 քանիսն են զինվորական, բայց հաստատված Միացյալ Նահանգների կողմից հաստատված 3 զինվորական են եւ մի մոտավորապես 5 վիրավոր, բայց այդ հարվածների,
ինտենսիվություն այդ հարտարագործությունների տակ այդքան երկիրներում 3-ից շատ ավել կլինի, բայց հստակ հաստատված թիվ չկա։ Բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմը շեշտը դրել էր միջուկային պայմանագրի, միջուկային համաձայնության եւ հատկապես հրթիռների, հեռահար հրթիռների խնդիրը։ Հիմա այդ հրթիռները կիրառվում են այս պատերազմում։ Միանշանակ կիրառվում են։ Միացյալ Նահանգները պահանջում էր Իրանին, որ զինաթափ անի, Իրան զինաթափ լինի եւ զենքերը վայել լինի։ Հիմա Իրանը դա էլ անում է, բոլոր այդ զենքերը Միացյալ Նահանգների ռազմաբազաների վրա եւ Իսրայելի վրա լցնում է, որպեսզի այդպեսի զինաթափում է։ Այսինքն Իրանը այդպեսի է պատասխան տալիս։ Իրանի հոգևոր առաջնորդը մինչև ամենավերջին պահ է, որը մի գիծ անգամ Իրանի շահերից եւ այդ պահանջներից հետ չգայնեց եւ պահպանեց այդ կարմիր գծերը։ Իրանի անվտանգությունը շատ կարևոր է այդ հերթիրները եւ երբեք Իրանը իր զենքերը վայր չի դնում։